Բարև ձեզ այս ժամին թարմացված տեղեկացված նորություններով ներկայանում է Հորիզոն լրատվականը հունիսի 12-ն է 5-շաբթի։ Ճամբարակի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Երևանյան բուժ կենտրոններ տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը այսօր փրկել չի հաջողվել։ Մյուս 2 տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել։ Վիճակները գնահատում են միջին ծանրության։ Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս են գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ են, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ 3 առավոտյան Ճամբարակ քաղաքի Գարեգին Իժդեփողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել էին 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները։ Պայթյունի հետևանքով զոհերի թիվը նշենք, որ հասել է 6-ի, Ճամբարակի պայթյունի գործով քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Ճամբարակում որոնախ փրկարարական աշխատանքները դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվի ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում այգի հիմնան և ռոպման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր, վերաքննիչ բողոքներն այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը 10 ամիս ժամկետով։ Այս որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում։ Firebird և Nvidia ընկերությունները Հայաստանում կիրականացնեն մոտավորապես $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր, կառուցելով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ նախագծի գործարկումը կարող է իրականացվել ակադեմիական քաղաքի տարածքում։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Նիկոլ Փաշինյանի գնահատականն այն է, որ հայ ժողովուրդը դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել է մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություններ։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, եւ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Վարչապետը հավելեց, այսօր այդ սպառնալիքները կառավարելի են դարձել։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ մեր երկրում չէին արվի։ Մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը, վարչապետը խնդրեց նաև մանրամասներ հայտնել 3 Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել եւ շենքի փլուզում 282 փրկարար ծառայող ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներին, ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել, նաեւ սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր կիրականացվի Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Տրամադրել աջակցություն այս մարզերի գործատուներին, որոնք մեր շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում եւ պարզապես աշխատանքի ընդունում։ Ըստ վարչապետի այս որոշման եւ նոր համակարգի իմաստն ու նպատակը պիտի լինեն մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, միմիայն կրթվելու եւ աշխատելու միջոցով։ Էլի եմ ասում, աղքատությունը հաղթահարելու ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի։ Եվ սա է միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի աղքատությունը հաղթահարել։ Նոր փոփոխության համաձայն քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով, սահմանելով միայն որոշ բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար։ Արդարադատության նախարարի խոսքով վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։
Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում գրավոր ընթացակարգի կիրառումը եւ միաժամանակ վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների սահմանումը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, բացառելով նաեւ բանավոր քննության ժամանակ թույլ տրվող դատավարական չարաշահումներ եւ գործերի անհարկի ձգձգումները։ Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարությունը տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց։ Տավուշում տնամերձողամասերում կիրականացվի այգեհիմնման եւ ոռոգման արդիական համակարգի ներդրման երկրորդ փորձնական ծրագիրը։ Շահառու բնակավայրերն են Բերքաբեր, Գիրանց, Ծաղկավան եւ Խաշտարակ բնակավայրերը։ Իջևան համայնքի 4 բնակավայրերում տնամերձ հողամասերում այգեհիմնում իրականացնել ցանկացողների ընդհանուր թիվը այս նոր ծրագրից օգտվողներից 305 է, ընդգրկելով 18.2 հեկտար տնամերձ տարածք։ Ծրագրին կառավարության ներդրումը կլինի 95%-ի չափով, համայնքինը 5%-ի։ Վարչապետը կարևորեց այն, որ պետության տրամադրած տնկիները լինեն որակյալ ու սերտիֆիկացված։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Թուրքիայի եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել Նախիջևանում։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միանգամից 2 զորավարժություն է անցկացվում Անխորտակելի եղբայրություն 2025 եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2025 անուններով։ Դրանցից առաջինը հրամանատարաշտաբային է, մյուսը տակտիկական։ Զորավարժություններից ցաններով ստորաբաժանների ուսումնամարտական առաջադրանքների համար դուրս են բերվել հրետանի, հոբ եւ ռազմավիացիա։ Air India ավիաընկերության ուղևորատար Boeing 787 ինքնաթիռի թռիչքից րոպեներ անց կործանվել է Հնդկաստանի արևմուտքի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջանում։ Ավիաղետի հետևանքով 232 ուղևորներ եւ անձնակազմի 10 անդամները զոհվել են։ Ինքնաթիռում եղել է 169 հնդիկ, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի եւ 1 կանադացի ուղևոր։ Հաղորդում է, որ Air India օդանավը Հուջարատ նահանգի Ահմեդաբադում բախվել է բժշկական քոլեջի հանրակացարանին, 5 ուսանող է մահացել, կան վիրավորներ։ Օդանավը Ահմեդաբադից ուղևորվում էր Լոնդոնի Գեթվիկ օդանավակայան։ Միջազգային լրատվություն տեղ գտած կարևոր նորություններ ներկայացնենք տեսաշարով։ Իսրայելը լիարժեք պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել քաղաքացիներին լքել տարածաշրջանը հակադարձ պատասխանի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել են միջազգային գործակալություններն ու լրատվամիջոցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։ Այդ պատճառով իշխանությունները խորհուրդ են տվել որոշ ամերիկացիների լքել տարածաշրջանը, իսկ Պետդեպարտամենտը հանձնարարել է ոչ առանցքային պաշտոնյաներին լքել Իրաքը տարածաշրջանային լարվածության աճի պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է հունիսի 15-ին հանդիպել Իրանի պատվիրակության հետ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլի շրջանակներում։ Մենք հետևում ենք եւ մտահոգված ենք։ Մենք կարծում ենք, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան երբևէ եղել է անցյալում։ Washington Post-ին ասել է տարածաշրջանում բարձրաստիճան դիվանագետներից մեկը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Շնորհավորանքները տարածել է երկրի պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Վաշինգտոնի ցանկությունն է կառուցողական փոխգործակցություն ունենալ Մոսկվայի հետ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար, նշել է Ռուբիոն ուղերձում։ Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից հաստատելու Միացյալ Նահանգների ցանկությունը կառուցողական փոխգործակցություն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև երկարատև խաղաղություն ապահովելու համար, ասվում է շնորհավորական տեքստում։ Ուղերձի վերջում պետքարտուղարը հույս է հայտնել, որ խաղաղ կարգավորումը կնպաստի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը։
Երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսում պարետային ժամ սահմանելուց հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն Միացյալ Նահանգների երկրորդ խոշորագույն քաղաքը եւ մյուս քաղաքները պատրաստվում են նոր բողոքի ցույցերի։ Լոս Անջելեսում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում 330 անօրինական ներգաղթյալներ եւ 157 մարդ, որոնք կալանավորվել են հարձակումների եւ այլ հանցագործությունների համար։ Մեկ տղամարդ կասկածվում է ոստիկանի սպանության փորձի մեջ։ Դաշնային դատախազները մինչ այժմ մեղադրանք են առաջադրել 2 տղամարդու, որոնք ոստիկանների վրա մոլոտովի կոկտեյլներ են նետել։ Անկարգությունները ճնշելու համար տեղակայվել է ազգային գվարդիայի 4000 զինծառայող եւ 700 ծովային հետևակային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ հաճելի է անվանել գործարար Իլոն Մասկի ներողությունը, ում հետ նա ավելի վաղ վիճաբանել էր։ Սպիտակ տան ղեկավարն այս կարծիքը հայտնել է The New York Post-ի հետ զրույցում։ Ես կարծում եմ, որ դա շատ հաճելի քայլ էր նրա կողմից, ասել է Թրամփը։ Թրամփն ասել է նաև, որ կարող է հաշտվել իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ, բայց դա իր համար այս պահին առաջնահերթություն չէ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Մասկին չի մեղադրում իրենց վեճի համար, սակայն մի փոքր հիասթափված է նրա գործողություններից։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Սպանդանոցային մորթի միս Գյումրիի շուկա ու վաճառակետեր բերում են կամ հասնում է հարևան մարզերի սպանդանոցներից։ Շիրակի մարզում այս ծառայությունը դեռ անհասանելի է։ Սպանդանոցային մորթի պահանջն ու պարտադրանքը կա, բայց բաց սպանդանոցներ չկան։ Նոր են կառուցում, եղածներն էլ չեն աշխատում։ Մեկ նորակառույց սպանդանոց Արեգնադեմ գյուղում շենքային ու սարքավորումային հարմարություններով սպասում են շահագործման 2024 թվականից, բայց մեկնարկի համար ամեն անգամ խոչընդոտող մեկ պատճառ ի հայտ է գալիս։ Ոչ չկա, ուղղակի այստեղ մնացել մի փոքր բարեկարգ ենք։ Շենքը լիովին կառուցված է, ուրիշ բան չկա այնելու։ Արեգնադեմցի ֆերմեր Հայկ Նիկոլյանը գյուղի տներից հեռու այս տարածքում 2020 թվականին է սկսել սպանդանոց կառուցել։ Սեփական միջոցներով ու վարկով կառուցումն ավարտին է հասցրել անցած տարի։ Ամասիայի տարածաշրջանի միակ սպանդանոցն է լինելու։ Ամեն ինչ կա գործարկման համար։ Բոլոր չափորոշիչներին համապատասխան հարմարությունները կան շենքի դրսում ու ներսում։ Նախամորտի սրան է, որտեղ պիտի ջերմաչափվի եւ կշռվի։ Ուստեղից պիտի անցնի արդեն անասունը մնին ես այն կարմիր դարբասներից։ Ամեն ինչ կա բացի շահագործման թույլտվությունից։ Փաստաթղթավորման փուլերի միջով է անցնում, որը մեղմ ասած ամենաբարդն է։ Սպանդանոցի գործարկման թույլտվության համար ամեն անգամ նոր փոփոխություններ են առաջարկում։ Պատճառը սեփականատիրոջ ասելով լիցենզավորման գործընթացում անընդհատ փոփոխություններն են։ Լրիվ պատրաստ է, ամեն ինչով պատրաստ է։ Խնդրեմ, էսի լաբորատորիան է, իր ամեն ինչով, գույքով, հանդերձարաններ են, բաղնիկ, զուգարան, գրասենյակ, հանգստի սենյակ, ղեկավարություն կփոխվի։ Այն նախքին ղեկավարն եկել է շատ լավ է Հայկ ջան, հաջորդն եկել է էսի սխալ է, կես մետր ենկոմ է անիր։ Այն մյուսը գուկակսես լվացարան չի ընդեղ, ստեղ ուտ է եղնի։ Անարդ, կարևոր նոր լվացարան կա, կարևոր նոր մարդիկ կլվացվին, ամեն ինչ պատրաստ է, ես չիդեմ։ Պես բաներ կան, էլի խանգարող, ժամանակի վրա ազդող։ Վերջին փոփոխություններն արել է, բայց կասկածում է, որ վերջնական է։ Մի փաստաթուղթ ձեռք բերելու համար ամիսներով սպասում է։ Նյարդերն ու համբերությունը դեռ հերիքում են սպանդանոցի շահագործումը նպատակին հասցնելու համար։ Օրական 30 գլուխ խոշոր եղջերավոր անասունի մորթի հնարավորություն ունի։ Սանիտարահիգիենիկ պայմաններով, ավտոմատացված սարքավորումներով ու դրանք գործարկող մասնագետներով ապահոված է։ Մնում է թույլ տան աշխատանքը սկսել։ Գյուղացին էլ պատրաստ լինի աշխատել իրենց հետ։ Մսագործին, որ ժամն է զանգես, մի ժամ հետո ստեղ են։ Կես ժամ հետո ստեղ են, իրանց անասունը բագում որդեն գտան։ Որ ստեղ միսը սարնայանում կախած եղնի, մսագործը կարող է գալ, սարնայանից իրա ուզած ճանդակ է, կես ճանդակ է վեսնել ու գնան։ Մարզում եւս մեկ սպանդանոց մասնավորի ձեռներեցությամբ կառուցման փուլում է Շիրակ գյուղում։ Շենքի շինարարությունից ավելի ծախսատարը սարքավորումների ձեռքբերումն է, որի ուղղությամբ պետական աջակցությամբ մի քանի ծրագրեր կան։ Ագրոպարենային լիզինգի տարբերակն է գործում, որից օգտվելու հայտ մարզից 2 համայնք արդեն ներկայացրել է, բայց գործնականում ոչինչ չկա։ Խոսքը Աշոտքում եւ Ախուրյանում մոդուլային սպանդանոցների կառուցման ծրագրերին է վերաբերում։
Պետությունը սուբսիդավորում է տնտեսվարողից պահանջվող կանխավճարը 80%-ի չափով։ Համայնքը վճարում է կանխավճարի 20% կանխավճարի 20%-ը, մնացած 80%-ը վճարվում է պետության կողմից, ինչպես նաև սուբսիդավորվում է վարկի տոկոսադրույքները 10%-ային կետով, այսինքն շահառուն վարկը ստանում է 2-ից 3%-ի սահմաններում։ Բոլոր սպանդանոցային տնտեսությունները, որոնք մարզում կառուցվել են եւ կառուցվում են, որոշակի առումով օգտվել են պետական օժանդակության ծրագրերից։ Սպանդանոցային ծառայություն մատուցողի հետագա գործունեությունը պետությունը երաշխավորում է նաև մեկ այլ բաղադրիչով։ Գյուղացիական տնտեսություններն են դիմում, թե մսակորձները կապ չունի։ Անասնագլխաքանակի մորթի հաշվարկով ծառայության դիմաց փոխհատուցում է ստանում սպանդանոցը։ Այն գյուղացիական տնտեսությունները, ովքեր ծառայություն կնեն համապատասխան սպանդանոցներից, սպանդանոցին կփոխհատուցվի նաև սպանդի համար նախատեսված գումարը, այն է առավելագույնը 10,000 դրամ, եթե սպանդանոցները իրենց ծառայության դիմաց սահմանել են ենթադրենք 15,000 դրամ ծառայության վճար, ապա այս պարագայում 10,000 դրամ սուբսիդավորում է պետության կողմից եւ գյուղացիական տնտեսությանը սպանդանոցային ծառայություն ձեռք բերողին մնում է վճարել մնացած 5,000 դրամը։ Մարզում փաստացի սպանդանոցներ կան, բայց գործող չեն, օրինակը Հայկաձորի եւ Ձորակապի սպանդանոցներն են կառուցված 4-5 տարի առաջ։ Երկուսի սեփականատերը չեն կարողանում գործարկել, շատ ծախսեր են կատարել, բայց չեն ապահովել բավարար եկամուտ։ Հիմա քննարկումներ եւ առաջարկներ են գնում երկու սպանդանոցներն էլ այլ տնտեսվարողների միջոցով վերագործարկելու ուղղությամբ։ Համայնքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերված է Ձորակապի սպանդանոցի հետ կապված, որ հնարավոր է մոտ օրերս նաև վերջնական հայտարարի կան այդ մասով, որպեսզի աշխատի։ Ըստ այդմ ամենաշուտը գործարկելու հավանականություն ունի Արեգնադեմի նորակառույց սպանդանոցը։ Մարզի անասնապահները, մսակորձներն ու վաճառողները շարունակում են օգտվել հարևան մարզերի սպանդանոցային ծառայություններից։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։